Podcast ստիկած դուելսկաց Ինչ որ դժեր պահերին մտքից մեջ ասում եմ լավ կինի երբ որ ես տնեցիքին ասել եմ ես քաշաթաղ եմ քինում դաստամ պապաս ասելա բայց գիտում ես այնտեղ ինչքան շատ են ոնց որ քոզած Արցախը չի որ գնացել են իրան հանելու տեսել են որ ինքը համարյա անգիտագից է բայց ամբողջ ընթացքում ձեռքը այս աջ կողմն է վիրավոր եղել տենց պահում է բռնի տեղահանության ընթացքում եղել եմ Գորիսում Վայքում Երևանում ու ինչքան գալիս էր դեպի Երևան այդքան քչանում էին այն մարդիկ ովքեր հասկանում էին ինչ է տեղի ունենում Հա Մարիամ Քաթանիկ ու շնորհակալություն հայտնենք մեր բոլոր դիտողներին ու լսողներին եւ առաջին հերթին շնորհակալություն հայտնենք այն մարդկանց ովքեր միացած են մզ հուվերք միացած են մզ Ռեարմենիում եւ Պատրեոնում ու այսինքն վեր հենց ձեր շնորհիվ վեր շարունակում է մեր եթերն են այս սոցիալական սուղ պայմաններում Շնորհակալություն նաև գործարարալիքին տարուց ավելի տաղավարը անշահախնդրորեն Արցախի բարբարի տարածմանը հետի տրամադրելու եւ լավագույն պատմությունները վավերագրելի հետի։ Եթե Մարիամից վախին վեճ իհարկե պիտի ասին այսօր էքսկլյուզիվ կատակ ունենալու, բայց վախում որպեսի կարծիք կազմիկ հուվա մեր հյուրը ավելի կարճ տարբերակավ, այսին վեր մարդա վեր Արցախի կողքին այլ յուրան ամենատիժեր ժամանակներում եւ շարունակում նույնիսկ մհենք երբ Արցախը չկա, էլի Արցախի կողքին ինի թեկուզ եւ յուրան կիրելու ձիրքավը վերը ժամանակավորապես թողածել էր ուսոր նաեւ դրա մասին ենք խոսելու մեր հյուրնա Նարինե Վարդանյանը Մարդվեր սերա տարածում, մարդվեր ջերմացնում ալողջին եւ օզմունք ինքը սորմս խրեք հուզե, որտեղ մուկ արդեն հուզված ենք եկալ ուրան հոդվածից հետո որի հղումը եւս թողել եմ նկարագրությունների բաժնում, որպեսզի դուք եւս մի քիչ ջերմանաք Նարինեի սիրուց։ Բարև Նարինե։ Ողջույն։ Ես ճիշտն ասած մոռացա սկզբից Մարիամին հատուկ ասեմ Մարիամ կարող ես հանգիստ լինել այս անգամ էքսկլյուզիվ չի հյուրը Չէ, էքսկլյուզիվ է, էմոցիոնալ նախ այսինքն մեր բոլոր հյուրերն են էքսկլյուզիվ, որտեղ մենք շատ մեծ պատասխանատվությամբ ենք ընտրում մեր հյուրերին եւ սորը տաթևին այդ ընկլա քնարկեից վեր լարագրությունը նաեւ սիրում է այն մարդկանց հյուրնը դու կիսում չես կարծիք, բայց դիատորալ վեր մեր տաղավարում հայտնվում են մարդիկ հուվեր հիմնականում զնատ համակարծիք ունենում։ Իսկ իզն այդ մենք ուզում ենք հիշինք քեզ Արցախում ու քո անցկացած ճանապարհդ քո խորցդ մասին կաղաստի այսին գիտակ թա բազմազավակ մայրա բայց ընթացքում այսին վեր նկարագրու Նարինեին ներկայացնելու վախտը դու մոռացալ ես նշիս Նարինեն հունց է հայտնվել Արցախում եւ դասամին քելի կպատմեմ դե լավ պատմե հունց հայտնվել Արցախում որովհետեւ նաեւ այն ծրագիրը վերի քեզ բերալա Արցախ ես նաեւ քեզան անգիտացալ այդ ծրագրի մասին երկու հոգին լել վեր ինձ մոտ շատ սերն առաջացրալ դեպի դասավանդիր Հայաստանը դա իլելս դու ու իլելա Արան վեր եկած է նորշեն Եթե սկսեմ պատմել թե ոնց եմ հայտնվել Արցախում Սա բարբարավ պատկաստա Նարինե Նարինեն Տավուշից է որ դուք նաև Տավուշի բարբարն եք կնան ավելին այսիմ ինքը Արցախի բարբարն էլա անքիր գիտում եւ հույսոնին հատումը օգտագործել հա մզուր խցնելի հետի նաև Արցախի բարբարի բառերը օգտագործել Ես բացահայտել եմ վեր անցնեմ արդեն բարբարին ես բացահայտել եմ որ ես խոսում եմ այնքան լեզուներով ինչքան տուն եմ ունեցել ոնց որ խոսում եմ համ Տավուշի Շամշադինի բարբարով համ Արցախի բարբարավն եմ խոսում համ Երևանի ոնց որ Արարատյան բարբարովն եմ խոսում ու ավելի հաճախ հենց խառը մտածում եմ ու օրինակ շատ ինչ որ դժեր պահերին մտքից մեջ ասում եմ լավ կինի հա դե լավ այնան բայց ինչ որ սովորական իրավիճակներում Երևանի խոսվածքով եմ ավելի շատ խոսում չգիտեմ մեդեմերոնց հետ Տավուշի բարբարով եմ խոսում Շամշադինի բարբարովն եմ խոսում ու հիմի մի քիչ շատ շիլաշփոթ կարող է ստացվի բայց այս նաև հնարավորություն է որ մեզ սախ սկանան հա միանշանակ տարբեր ոնց որ ուղություններով ստացվել իմ կյանքը ու նաև այդ ազդել իմ բարբարի վրա
Ես կփորձեմ Շամշադինով սկսեմ։ Ընթացքում կարողա փոխվեմ դեպի Արցախի բարբար։ Կփորձեմ հիմնականում փոխվեմ դեպի Արցախի բարբար։ Ես վերսկսեմ ընդհանրապես իմ կապը Արցախի հետ ինչից է սկսել, այդ սկսել է 1800-ականների վերջից։ Որովհետև մենք շամշադինցի ենք ու շամշադինցիների զգալի մասը 1800-ականների վերջերին Արցախից տեղահանվել է, տեղափոխվել են Շամշադին ու բնությունը տեսել են նման է, մոտիկա, սրտին կպել է ու մնացել են հենց Շամշադինում ու իմ պապն է ստացվում է, Վարդան պապը հաստատվել է այդտեղ ու մեր պատմությունը սկսել է արդեն Շամշադինից։ Իսկ ազգանունը Վարդանյան կապոն է Վարդան պապին հետ։ Մեր պապը Լելա Տեր Վարդան քահանա յալել ու ինքը Արցախից իր հետ բիրել է մի հատ նարեկ իր հետ գիրքնա բիրել, այդ միակ բանն է որ հսցրել են բիրեն ու Տեր Վարդանը մնացել է այն գեղում որտեղ լելա եկեղեցի վանք ու ինքը այդտեղ սկսել է արդեն իր գործունեությունը ու Տեր Վարդան պապի անունով մենք կոչվել ենք Տեր Վարդանյան, հետո արդեն Տեր Վարդանյանը սովետի վաղտ խնդիրներ առաջացրել ու մնացել ամենակ Վարդանյանը։ Ես շատ երկար մտածել եմ վերականգնեմ ճիշտն ասած Տերը բայց որպեսի ինչ-որ քաշքշուկ չլի, տենց էլ չարինք, ես ու աղբերս Նարեկը շատ մտածում ենք վերականգնելի մասին, բայց հետո արդեն տենց մնաց, բայց մեկը մենք Տեր Վարդան պապի ծորներն ենք ու մեր մոտ ասում են կուրը, արդեն շատ ենք էլի հեռու ծորից հետո կուրն կորնկտի ասում, կուրն է գալիս ու մեր բարբարի նմանությունն էլ հենց դրանից է գալիս, որ ընդեղից իրանց հետ այդ մասն բերել են այդ ես կարալ չեմ ասեմ խիչ են տարել ժինգալավ հացը փոխարենը տարել են թերթերուկը սյալին մեր կողքին սյալի ու սյալի են ասում բայց այդ սյալին ես գիտեմ չուն վերնա մեր կողքին վեսելին ասում դուք ասած դա եկան քնացել ուրեմն սյալին վեսելին բայց դա ինչ ուտեստա վեր ժինգալավ հացը հետո թխում են քաղցր խմորատի պստի նույն թերթերուկն ալի պրոստերուկ նույն թերթերուկ ասեմ հոմանիշներ են հայ վեսելին դա սյալին բայց ամեն դեպքում Նարին է քու առաջին անգամ Արցախում հայտնվելուդ մասին եմ ուզում պատմես Այսինքն տանն դիմ հասկացա վեր շատ բնական է լավ որ դու որոշաս վեր քինաս Արցախ ու տարօրինակ չընկալալ Առաջին ես դասի արածից վերջը ես ժուրնալիստիկայի ֆակուլտետն եմ ընդունվել ու այդ արդեն որոշակի իրավիճակ էր փոխել տանը այնա պապաս ասում էր բոշա դեռավ բայց առաջին անգամ Արցախ քնացել եմ հենց ժուրնալիստիկայի ֆակուլտետի շնորհիվ ու բախտի բերմամբ թե պատահմամբ մեզ քաշաթաղ են տարել իշխանաձոր ենք քնացել տենց հարավի կողմը 14-ին ելել ու առաջին իմ Արցախը էդ էր ու շատ տարօրինակ էր ինձ համար, որովհետև ես Արցախը ինձ թվում էր պիտի Շուշի քնամ, բայց քաշաթաղի քնացել։ Հետո հասկացա ինչի առաջին անգամ հենց Շուշիի փոխարեն ինչի առաջին անգամ քաշաթաղ քնացել։ Հետո էլի ինչ որ առիթներով երևի 16 թվականը տենց չեմ համարի, որ չեմ ասի, որ այդ ժամանակ ես Արցախում եմ եղել, այդ ժամանակ սահմանին եմ եղել, ոնց որ Արցախում եմ եղել, բայց ոնց որ այդ ընթացքում շատ ուրիշ է եղել ճանապարհը, լրիվ ուրիշ ոնց որ ապրումներ, լրիվ ուրիշ ոնց որ տեսանկյունից եմ այդ պահերը հիշում, հիմա ես իրան տենց եմ նայում, իսկ արդեն 17 թվականին վերջապես քնացել եմ ապրիլ, արդեն Այն ճամբրուկս վակել եմ, չամադանս լցրել եմ, ինչ ունեմ, շատ բան չունեի։ Ու արդեն տեղափոխվել եմ Դասավանդիր Հայաստանի երկամյա ծրագրով տեղափոխվել եմ Արցախ ու տեղափոխվել եմ Քաշաթաղի Վաղազին անունով անհայտ գյուղում, ինչ եմ ասում անհայտ։ Հա, ես քիզան անբացայտալ այդ շենը, ես գիտալիս չմնա վերտի շենկա։ Ես էլ, որովհետև
մեր մոտ ասենց արարողակարգ կար, բոլորը իրենց գյուղերի անունները հատուկ անձնագրով սիրուն ստանումին ու հիմի ես առաջինը Արցախն եմ տեսել, շատ ուրախացել եմ, որովհետև ինձ թվում էր ես ամբողջ Արցախը գիտեմ, հեսա կկարդամ գյուղը եւ կիմանամ, որ գյուղում եմ։ Դե բայց կարդում եմ մագազին անծանոթ տեղը, անծանոթ անունա։ Բայց պատկերացրած գոնե ինչ շրջանա, իշտեղ եք հանգում։ Դե որ Քաշաթաղում լելեմ, մի քիչ պատկերացրել եմ արդեն, բայց դրա հետ կապված էլ շատ կարծրատիպային պատմություններ կար, հենա մերուն կան թադմնում ինչ որ այդ թեմայով ինչ որ բաներ էին լսում, ասում, բան։ Ինչ կարծրատիպեր նկատի ունիս։ Երբ որ ես տնեցիքին ասել եմ ես Քաշաթաղ եմ քինում դաստամ պապաս ասելա բայց գիտում ես այնտեղ ինչքան շատ են ոնց որ քո ուզած Արցախը չի էլի այնտեղ տեղահանված վերաբնակեցված են մարդիկ ու ինչ էին իրանք լսել որ շատ մարդիկ ովքեր որ ինչ որ սոցիալական խնդիր ինչ որ օրենքի հետ խնդիր բան են ունեցել 96-ից հետո տենց այնտեղ տեղափոխվել ապրել են ու ես 2 տարի անընդմեջ ոնց որ ապացուցել եմ որ չէ այդ մարդիկ այդ կարծրատիպը կոտրել եմ առաջին հերթին պապայիս մոտ եմ կոտրել հետո մնացած բոլորի մոտ ու շատ ինչի եմ շատ խոսում բաղազինից որովհետև այնտեղ ապրող մարդիկ այն գյուղը որտեղ որ ես տեղափոխվեցի այն միջավայրը որտեղ որ ես ապրեցի այդ այն միջավայրն է որ ես ինձ համար այդ շատ խտացված Հայաստան էր ինքը Արցախում էր հայաստանցիներ տարբեր մարզերից ու մարդիկ ովքեր հա հեշտ չի իրանց կյանքը բայց իրանք հələ հույս ունին հələ մնում են հələ ուզում են ինչ որ բան փոխեն ինչ որ բան անեն այդ մի պատար վաղազինը որը իսկապես մի պատար էր էլի մենք ես ու Վերոնիկան ով որ իմ հետ այնտեղ դասավանդում էր մենք էլ հետներ 32 հոգի էինք ամբողջ դպրոցը 11 հոգի բայց այն կյանքը ու այն 2 տարին որ ես այնտեղ ապրել եմ այդ չեմ էլ կարա երազեմ երբևէ որ իմ կյանքում տենց 2 տարի կարա լինի էլ որովհետև այդ լավագույն մարդկանց լավագույն աշակերտների երեխեքի ու չգիտեմ երևի ամենալավ շրջանն է եղել որ հնարավոր էր ունենալ դու բացի դասական ուսուցչությունից այլ նորամուծություններ էլ ստարա վաղազին ես հետևել Իսումիլալ բիզնես գաղափարների իրացում ընդեղ ու որոնք իլալ են շատ գունեղ շատ հետաքրքիր ու կարծում վեր մեր դիտողին էլ հետաքրքիր կինի այն ընթացքը որ ես հիշում եմ ինձ այդ 22-23 տարեկան ես շատ քաջ եմ լալ ու շատ այտենց խելառ եմ լալ ու այդ ինձ այնքան դուրակ եմ հիմա որ հիշում եմ ասում եմ ինչ լավ է ես դիեմ լալ ոչ թե 2 տարի շուտ 2 տարի ուշ 4 տարի ուշ եմ այդ հնարավորություն ունեցել այլ հենց այդ վաղտ եմ ունեցել ու իրականում դասավանդիրում այդ խիզախ ու մի քիչ խենթ լինելով պարտադիր է որ դիմես որովհետև շատ ու նաև ունենաս տենց ամուր գաղափարական հիմք երբ որ ես դիմել էի ես շատ մտքեր ունեի ինչ եմ անելու գնալու եմ Արցախի բարբառով բլոգ անեմ հետո բարձվեց այն գյուղը որտեղ տեղակայվում եմ Արցախի բարբառ չկա մենակ ես մի 2 բառ գիտեի Արցախի բարբառ հա իմ բարբառն է երեխեքին սովորացնում ու շատ տարբեր sense լրագրության հետ էի կապում այդ մտքերը բայց համայնքը վերդեղ դուքինը մեզ այդ համայնքն է քեզ համար որոշում քու ճակատագիրը ինչ պետք է լի քու գործը ինչ պետք է լի ինչի կարիք կա ինչի հնարավորություն կա վաղազին է հրաշալի կողմը ուներ ամեն ինչի խնդիր ուներ եւ հետեւաբար հնարավորությունն էլ գործանելի շատ էր ու շատ մեծ էր ու ամենասկզբից սենց ուսումնասիրելի շրջան էր փորձում ենք հասկանանք հիմի ինչ է կարելի անել ոնց որ ինչի կարիք ունեն այս մարդիկ կամ ընդհանրապես էլի ոնց որ մենք որտեղ ենք այս բանը հարցին էինք փորձում պատասխան գտնենք հենց մեզ համար ինչ որ պահից ինչ որ ժամանակ անց ես ուղղակի հասկացելի որ այս երեխեքը կարիք ունեն ավելի շատ նոր
նոր աշխարհի հմտությունների, որովհետև հա մենք շատ տարբեր խմբակներ ենք անում, սկսած գիտարից, ես գիտար նվագել չգիտեմ, բայց YouTube-ով բան է դնում էինք, գիտարային մեզ նվիրել մեր ընկերներից, երեխեքը գիտար նվագել էին սովորում։ Իդեպ իրանք սովորեցին ես։ Բայց ատո դու ռեմոնտաներն սվերա։ Իրանց շնորհիվ է դե իրանցից։ Մի խոսքով դենց ստացվեց, որ մենք այդ ընթացքում ծոր հնարավորություններին, ռեսուրսներին ուսումնասիրելի ընթացքում բարձեցինք, որ երկու տարբերակ ունենք այս գյուղում ինչ-որ բան անելու, բայց մի քիչ նենց բան, որը մարդկանց մոտ մտածելակերպ կփոխի այդ միտքը, որ կարելի է մնալ ու գործ տնել, բայց այդ գործը ոչ թե տնել են հույսով, որ կամ կլինի կամ չլինի, այլ գործ տնել վրան աշխատելով, անընդհատ վրան ինչ-որ բան փոխելով, մի քիչ ավելի բովանդակության վրա սիրուն փաթեթավորում անելով։ Ու առաջին միտքը բանն էր, այնտեղ շատ կովեր կային բան, անասնապահությունը ավելի զարգացած էր, հա, որ մենք պետքա բանրի ինչ-որ արտադրամաս բան սարքենք, այդ չստացվեց եւ երկրորդը որ էլի շատ զարգացած էր ու հնարավորությունները շատ մեծ էր այդ մեղուներ մեղվապահություններ ու գնացինք այդ ուղղությամբ ստեղծվեց դոնոր հանին դրամաշնորհի դիմեցինք ստացանք գումար 25 փեթակ գնելու ու մնացածը արդեն պետքա լիներ դա փաթեթավորում բանիչկաների հետ առնելը մի խոսքով այդ ամեն ինչը արդեն պետք է ընկերների շնորհիվ էր էլի ձեռք բերվում ու ստացվեց մեր դոնոր հանին իրականություն դարձավ հենց գյուղի մարդկանց ու աշակերտների շնորհիվ իր գաղափարը այն էր որ այն մարդիկ ովքեր գնում են մեր մեղրը իրանք դառնում են դոնոր այս գյուղի համար, որովհետև մեղրը առնում են, այդ շատ լավ մեղր է, ընդհանրապես որևէ բան հավելյալ ոչինչ տրված չի մեղուներին, պիսուկ տված չի, հա, էկոլոգիապես մաքուր, ու մենք ունեինք նաև փաստաթուղթ, ոնց որ տարել էինք հատուկ ոնց որ բան էին արել, ստուգել էին մեղրը, որ հանգիստ ոնց որ մարդկանց վաճառենք, որովհետև ոնց որ էդ էինք ասում էլի, որ նաև սա է կարևոր մի բան, ու մեզնից գնում էին հիմնականում ինչ որ առողջական խնդիր ունեցող նաև մարդիկ ու միշտ շատ կարճ է տևել դոնոր հանիի կյանքը, բայց մենք ունեցել ենք ոնց որ մարդիկ ովքեր անընդհատ վերադարձել են, ոնց որ մի անգամ փոքր տարայով առել են, հետո հետ են եկել։ Մի խոսքով իրանք հիմնական միտքը այն էր, որ մենք լավ մեղր ենք ձեզ տալիս, ու դուք էլ մի հատ գյուղի կյանքը աշխուժացնում եք, կյանքը փորձում եք փոխեք, ամբողջ հասույթը դոնոր հանիի ուղղվելու էր հենց գյուղին։ Որ առաջին անգամ այնքան շատ էր, որ մենք այդքան չէինք սպասում, մեզ մեր մի հատ դասասենյակ կահավորենք, բայց մենք ոնց որ ունեցանք գումար դպրոցը կոսմետիկ վերանորոգելու ու այդ կոսմետիկ վերանորոգումն էլ մի հատ առանձին պրոյեկտ դառավ, որովհետև ամբողջ գյուղը ասելով նկատի ունեմ եւ աշակերտներին եւ տնօրենին եւ ծնողներին, այդ մենք շատ քիչ էինք էլի անհնար էր ամբողջ գյուղով ինչ որ բան չանել։ Թե չկձախողեիր եթե մի ընտանիք ալի կարելի ասած։ Գերդաստան, այո, մենք մի Գերդաստան էինք ու մեր գյուղի վաղազինի ամենատարեց անձը ընկեր Սուղյանը ասենց միակ ջերմակ մազերով, ասենց են որ լավ ջերմակ մազերով կինը ինքը մեր կենսաբանության ուսուցչուհին ընկեր Սուղյանը ասում էր սա մի Գերդաստանա ու այն ամենասկզբից էր սա ասում ու ձեզանից է կախված մուտք կգործեք այդ Գերդաստանը Տակրիր է բոլոր կենսաբանության ուսուցիչների մասին սիպտակով իրանք ներկում չեն ինձ էլ հետաքրքիր է հունցավ էր դուսանք ողի սկսվորվա չի ալի բայնանում էր դուք պիտի կյանք հարմարվի հալի հասկացնում ա վեր քո խնդիրը դա օրենքներ կա դու պիտի ենթարկվի ես շատ ուրախ եմ որ իրանք շատ ջերմ են մեզ ընդունել առաջին օրվանից ինձ հոգատարությամբ դե հնարավորություն չկար հասնել վաղազինու հետ գնալ դրա համար 24 ժամ բավարար չէր էլի շատ հեռու էր գնացել ենք ու մնացել ենք տնօրենի տանը շատ ջերմ են ընդունել ու հետո էլ ինչքան հյուր դպրոց կամ համայնք մտելա շատ ջերմ են ընդունել բայց որպեսզի իրանց
մարդը դառնաս, սղոյ դառնաս, ոնց որ փորձաշրջան իրանց գնա։ Ու այդ տարվա նոր տարվա առիթին ասացին, всё, դուք արդեն մեր Գերդաստանի մասն եք, քննություն։ Կյանքը արդեն ցավոտ թեմաների ինձեւի այդ երազը բրցնում է ու շատ փիս է բրցնում ու վեշտատուս հեռանում այլև ընդհանուր այդ շենը արդեն ինում չի այդ մարդիկ ինում չն ու այնքան օրիշ ձևից նկարագրում լի այդ ամեն ինչը վեր քո աղբոր վիրավորվելը Արցախի այդ քեզ այդ կարևոր թանկ մասերի կորուստը ու երկե այդ քո հոդվածը կրթիս այնքան պեցյուր լեցում լել որովհետև զգում ես վեր քիզ նհատ անցած ճանապարհ կա հասկանում ես վեր մարդ կա ու պատրաստ է քո ապրումն էլ պաշտպանը ոչ միայն այնինքի ինչու ապրալա այլև այն ամբողջ այդ 120,000-ի ապրումն են ու վեր գիրում ես վեր բարբարս կանում ինձեւի ստի պաշտպանողական ֆունկցիա է մոտդ միանում այնքան ցավալի է դա ուրախալի է վեր հասկանում ես բայց ցավալի է վեր հասկանում ես այն ինչ վեր մունք վեր տրանկարիք կա վեր մունք ապրում դա ամեն օր ասա պատառլեց Նարինե 20-ը փոխալալողջիս կյանքը, բայց ոչ միայն ընդհանուր իմաստով, այլ անձնական իմաստով, քո աղբեր շատ ծանր վիրավորում ստանում, այդ ընթացքում էլի ես շարունակում քեզ հետևելը, այդ ողջ ընթացքը, թա ինչքան քիչ հավանականություն արել, բայց ձեր մեջին ինչքան մոց հույս այլել ու ոնց է ստացվում է հրաշքի պես այդ հույսը իսկապես աշխատում է ու քո աղբեր բավականին վերականգնում է յուրան վիճակին համատ օզում այդ օրերի ապրումն է թիշիս ոնց ես գիտացալ այդ լուրի մասին ինչ սրալ այդ լուրին հետ ձեր ոնց ապրումն են ու ձեր այդ անցկացած ճանապարհը կիսվիս մզնե հետ հա իսկապես ոնց որ այս թեմաների մասին ես շատ խոսում եմ ու այդ ինձ օգնում է ոնց որ հանեմ ներսիցս լիք բան իրականում մեր այն օրերը որ նոյեմբերի 6-7 այս օրերին ես այդ ընթացքում Դիլիջանում լել ու Դիլիջանում մենք արցախցի երեխեքի հետ այս sense բուջուր արտակարգրթության ծրագիր ենք անելի սիլել ու այդ ծրագրի շրջանակներում երեխեքի հետ ավելի շատ ինչ որ սոցիալ հուզական բան ենք ուսումնառություն ենք արել երեխեքը չէին ուզում դպրոց գնային շատ հետ էին մնում բայց մենք փորձում էինք իրենց հետ ավելի շատ զուտ հոգեբանական աշխատանք անենք, խաղան, ինչ որ դուրս հանեն իրանց էմոցիաները։ Այդ օրերին ես Դիլիջանում էի ու Նարեկը պատերազմ գնաց հոկտեմբերի առաջին այդպես 10-օրյակից հետո, որ ես հոկտեմբերի 7-ին եկել եմ Ստեփանակերտից, Նարեկը գնացել է ու այդ մերոնց համար այդ շատ ոնց որ ծանր էր, ինձ էին սպասում, հետո Նարեկը արդեն այդ պահին քինած մի օր մենք հայրի վիաս խնդրում ինձ կներես Պոդքասթը մեր մեկնարկալա ես ամենասկզբից էր նկատի ունեցալ քեզ օզանվեր դու անպայման կյասու խոսիս ու մի շրջան դու ընդհատակ սիլալ անցկացած այս հոդվածը ինձ նորից ուրխծրալա Վերնարինը նորից խոսում է ու մունքել այդ հնարավորությունը պես չթողինք երևի այդ ինքնապաշտպանական ինչ որ բանը վնաս դա կամ հոդվածում էլ էի ասում որ ես ինձ համար ինչ որ փուչիկի ստեղծել վերականգնվելու համար ոնց որ ինձ շատ բարդադժվար է մարդկանց հետ շփվել ովքեր չեն զգում նույնը կամ գոնե քո զգացածի հանդեպ բավական զգայուն չեն բայց հիմա հասկացել եմ որ պետք է վերադառնամ իմ
հին տեսակին ասեմ, ինչ ասեմ, որովհետև ես չեմ վախենում, ես ոնց որ այնց բաների միջով են կանցել, որ սրանից հետո էլ ինչ պիտի լինի, ինչ որ մեկի վատ կոմենտը կամ ասածը պետքա քեզ այնքան ցավացնի, ինչքան կարար ցավացներ են ինչ որ եղել է։ Դրա համար հիմա ոնց որ մի քիչ ավելի որոշել եմ վերադառնամ ու նաև այդ միտքը, որ հանկարծ չմոռանամ ես կամ չմոռանա ինչ որ մեկը, ով որ կարապատահական թեկուս բացի այդ հոդվածը կարդա կամ չգիտեմ տենա այս ոդքասթը լսի ու չմոռանա թե մարդիկ ինչի միջով են անցնում իրան շատ մոտիկ հենց իր կողքը ապրող մարդիկ ես ոնց որ իմ համար այդ պահելու չմոռանալու ոնց որ տարբերակը հենց ինչ որ գրելն եմ մտածել ու եթե սկզբից վաղասինի մասին իրական 1-2 տարվա մասին բավական երկար ժամանակ գիրք եմ գրում, բայց այդ գիրքը տեղ չի ըսնում ու հիմա ուղղակի որոշել եմ ինչ հիշում եմ, ինչ զգացել եմ, ինչ եղել է, պատմեմ, ոչինչ ինքը ինչ կդառնա, բայց կունենամ ես այդ հիշողությունս միտեղ ամրագրած, պահած, վստահ որ որևէ բան այս պահին հա բաց չեմ թողել ու նաև բացի վաղազինից նաև որովհետև իրական ես Ստեփանակերտում փաստացի ավելի շատ եմ ապրել 3 տարի Ստեփանակերտում եմ ապրել ու 2 տարի վաղազինում եմ ապրել ունդեղ էլ շատ համայնքներում եմ եղել շատ տեղերում եմ եղել էդ էլա պետք պահել էդ էլա պետք հաստատ ինչ որ մեկի չգիտեմ գոնե ես կուզեմ իմ երեխան որ մի օր երեխա ունենամ ինքը ունենա այդ ամեն ինչը բացանի կարդա ու նույն հուզմունքով ոնց որ ես խոսում եմ իմ Վարդան պապի Տեր Վարդան պապի Պիրած Նարեկի մասին ինքը այդ հուշագրումները կարդա ինքը միշտ հիշի այդ ամեն ինչի մասին ու իր մոտ էլ լինի զգացողություն այն նույն զգացողությունն այն նույն զգացմունքն որ ես ունեմ Արցախի հանդեպ նաև ոնց որ իմ հիմնական բանը դա իդեպ ես վերասում եմ շատ ավելի շատ շեներում եմ լել քան ոնց որ մենակ վաղազինն է մի օր հաշվել եմ բարձվում է որ ես Արցախի բնակավայրերում տոկոսային ավելի շատ եմ լել քան Հայաստանի բնակավայրերում դες թվով ավելի շատ Հայաստանի բնակավայրերում է բայց տոկոսային Արցախի բնակավայրերում շատ ավելի շատ եմ լել ու շնորհիվ իհարկե ոնց որ ծրագրի քանի որ ես այնտեղ տենց գյուղեր էի գնում վերադառնալով Նարեկին ուզում այդ օրերը գիտում վեր ուսումնալից հաստի վակրուկ դա օկլակին բայց դա կարևոր պահ է հա ինչից ոնց որ սկսեմ մի քիչ հիմա մեկ որ պատմում եմ օրինակ ընկերներիս ինչ որ տրագիկոմեդիկ բաներ էլ կա դրա մեջ որպեսզի շատ չհուզվենք լացինենք մի քիչ տրագիկոմեդիա էլ կավելացնեմ մի օր բանը Դիլիջանում սար ենք բարձրանում ընկերներով ովքեր որ այնտեղ մնացել ենք արցախցիներով այն որ գործողված արցախցիներով էլի որ գնացել էինք Արցախում դասավանդում էին երեխեքը այդ պահին Դիլիջանում էինք փորձում ինչ որ բան անենք հենց այդ երեխեքով բարձրանում ենք սար ինձ զանգում է իմ քույրիկը հորեղբորս աղջիկը ասում է ուզում եմ մի հատ բան ասեմ վստահ չենք բայց ոնց որ Նարեկը վիրավորվել է ու Նարեկ Վարդանյանն է իրան հիմա ինչ որ հիվանդանոց են տանում փորձում ենք գնանք իրան Երևանում են ապրում փորձում ենք գնանք իրան գտնենք ես այն 4 ժամ համարյա 3-4 ժամ բարձրացել ենք այդ սարը ես այդ սարը 25 րոպեում իջել եմ վազելով իջել եմ Դիլիջան այդ պապաս այդ վահին արդեն ճանապարհին էր ինձ վերցնում է մենք ճանապարհին ամբողջ ընթացքում իմանում ենք որ երկու Նարեկ Վարդանյան կա մեկից չգիտեն ինչն է վիրավոր մյուսի թոքերի կողմն է վիրավոր ու չգիտես դու ինչի հույս ունենաս դու չգիտես որտեղ է Նարեկը չգիտես вообще ձեր Նարեկն է թե չէ ինքը մեզ կտրականապես արգելել էր իրան զանգել ինքը ասում էր որ պետք լինի ես դες կզանգեմ Nokia իրեն ՊՆ վերցրել իր հետ շատ ուշադիր հոբաներ էլի զգուշ էր ինքը ու այդ ճանապարհը որ մենք լուրջ ունեինք
չգիտեմ, իմ համար դա շատ ծանր էր, շատ ահավոր էր, ու մեկ-մեկ որ ես համեմատում եմ, մեկ-մեկ որ ես հիշում եմ, մենք այդ մի քանի ժամվա մեջ ինչ ենք ապրել, ու դա համեմատում եմ մարդկանց հետ, ովքեր մինչև հիմա անհետ կորած ունեն, չգիտեմ ոնց կարելի է այդ ցավի հետ ապրել, էլի, որովհետև մենք ընդամենը մի քանի ժամ չգիտեինք ինչ է տեղի ունեցել, մենք հույս ունեինք, որ կամ ինքը չի, կամ ինքնա, բայց ինչ որ վիրավորումը թեթև է, ինչ որ sense, ու ես այդ ցավը որ համեմատում եմ, չեմ կարող պատկերացնել ոնց կարա այդ ցավը հազարապատիկ լինի, ոնց կարելի է այդ ցավի հետ հազարապատիկ շատ ավելի երկար տևի։ Հա, ու շատ ավելի, ու անընդհատ լինի, sense, որովհետև ես հիշում եմ, որ այդ ամբողջ ճանապարհը ես շատ բթացած էի անցնում։ Երբ որ ես իմացել եմ, որ Նարեկը հիվանդանոցում է, գլխից վիրավոր է, կոմայի մեջ է, ես սկսել եմ արդեն ինչ որ տեղից ուժ եմ ստացել ու ես սկսել եմ այդ պահի համար շատ կենթանի, շատ ուժեղ, ես հիմա որ հիշում եմ, զարմանում եմ, ոնց կարելի էր ուղղակի հենց իմացել ենք, որ Իրան արդեն վիրահատելու են մի օր հետո, ես այդ պահից հետո ուրիշ մարդ էի ու կարող է նաև զարմանալի էր, թե ինչ եմ ես տենց ուժեղ, ինչ որ բաներ եմ կազմակերպում, տենց ես մեկին ասում եմ գնացեք ես արեք, այն մեկին ասում եմ գնացեք այն արեք, ինչ որ տարօրինակ բան է, որ վերջին ճիգերդ հավաքում ես, որոշում ես, որովհետև դու պետք է այդ անես, որովհետև դու այդ պահին պատասխանատու ես այդ ամեն ինչի։ Եթե քեզնից ավելի ուժեղ մարդ այնում ես դիմ հասկացալ, մինչեւի դու անզորս ինում, քեզ քո այդ խեղճության մեջ կարում ես տղվարվիս, բայց երբ գիտում ես որ նաև քիզանա է, բեն կախված մինչեւի սա հավաքվում է ու կենտրոնանում ես, գիտում ես որ դու անելիք ունես, ու այդ պահին մինչեւի էմոցիաները բթանում են, ավելի շատ կենտրոնանում ես գործին իրեն։ Ինձ մոտ էլ է սովորաբար դինում, բայց հետո դրանից հետո փիս հիվանդանում։ Այդ նաև COVID-ի ժամանակ էր ու մի քանի օր բավական երկար Նարեկը կոմայի մեջ եղել, մի ամիս կոմայի մեջ է եղել ու այդ մի ամսվա ընթացքում ես հասցրել եմ COVID տանեմ, վերադառնամ հիվանդանոց ու շատ ճիշտ է իրականում Մարիամ ասում ես որ թեստ արեցի ու պարզվեց որ COVID եմ, դե շատ վտանգավոր էր, էլի Նարեկի մոտ չէի կարա մտնեի դրա համար հետ գնացի Դիլիջան այնտեղ մի քիչ անցնի գոնե ինչ որ ժամանակ հետո նոր հետ վերադառնամ հիվանդանոց պապաս այդ ժամանակ մի հատ արտահայտություն արեց ու ես հասկացա ես ինչի էի տենց ասեց մեր ընտանիքի տերը հիմա դու ես ինչի ես հիվանդացել Նարեկի մասին իրականում այդ ամեն ինչ որ կա, որ ասում էի ես տենց ուժեղ էի, ամեն ինչ շատ Նարեկից էր։ Երբ որ մենք իմացանք ինքը ոնց է վիրավորվել ու հետո ոնց էր ինքը այդ ընթացքում կոմայում, այդ ամեն ինչը շատ ազդել է, ոնց որ փոխանցվում էր մեզ իր ուժեղ համառ լինելը։ Ոնց է վիրավորվել։ Նարեկը վիրավորվել է Արցախի Սյունիքի բանում, ոնց որ սահմանին, հա այդ լքված գյուղ է եղել հատուկ ինչ որ գործողություն են ունեցել անելու, գնացել են անելու ու սնայպերը գլխին է գրակել։ Բախտներս բերել է, որ ինքը եղել է կասկայով ու սաղավարտով։ Ես որպես հայացլես մի կինոսը չի։ Ու բայց մեկը ոնց որ գլխին է մտել է էլի գլուխը այդ ահավոր շատ ծանր վիրավորում է ու իր մասին իր հետ եղել է եւս մեկ իր ընկեր զինակից ընկեր իրան են վիրավորել բայց ավելի թեթև ոտքից ու իրանք ոնց որ գլորվել են ձորը այդ տղան որ ոտքից է վիրավորվել ինքը ինչ որ ուրիշ ուղղությամբ է եղել ինքը դուրս է եկել ու տեղեկացրել է որ Նարեկին կրակել են գլխից ու բոլորի մոտ եղել այն տպավորությունը որ ինքը մահացել է որտեվ դա չէր կարա ուրիշ ձև լինել բայց նենց է ստացվել որ Նարեկը մի քանի օր առաջ դրանից հանդիպել է մի շատ լավ մարդու հրամանատարի ով որ այդ պահին ուղարկել է այնտեղ սպեցնազ որ հանեն Նարեկի մարմինը որ գնացել են իրան հանելու, տեսել են, որ ինքը համարյա անգիտակից է, բայց ամբողջ ընթացքում ձեռքը այս աջ կողմն է վիրավոր եղել, տենց պահում է։
ոնց որ ինքը իմացել է որ պետք է ինչ-որ մի բան անի, բայց տենց համարյա անգիտակից ձեռքը սենց պահելիս է եղել ու իդեպ ինքը տենց էր նաև կոմայի մեջ ոտքն էր բարձրացրած ու ձեռքը դեպի վերև էր նույնիսկ տենց լավ չէր էլի այդ վերքին ազդում էր, բայց ոչ մի ձև չէին կարում իրան, որովհետև ինքան իրան անընդհատ թվացել է, որ ինքը պետքա արյունը կանգնացնի, ինքը պետքա ոտքը բարձր պահի, որ իրան նկատեն տենան։ Եղոսկով Նարեկը շատ համառ մարդ է, ընդհանրապես ինքը փոքր ժամանակվանից է շատ համառ իր ասացի չոր կող, իսկական Ղարաբաղցի Նարեկն ա վեր մեջ։ Ու որ արդեն հիվանդանոցում էր վիրահատության օրը նոյեմբերի 9-ին էր իդեպ այդ վիրահատության օրը մեզ ասել են չենք կարա ասենք 50 անգամ էլի շատ ծանր է շատ բեկորներ կա ուղեղի շատ մոտ է մի խոսքով մենք ամեն ինչ կանենք բայց ուղղակի իմացեք որ ամեն ինչ կարա լինի բայց վիրահատությունից հետո մարդը սկսել է այնց արագ լավ զգալ, որ շատ քիչ հետո արդեն տեղափոխեցին իրան սենյակ ու դրանից հետո ինքը բարգած գնացել է զինվորի տուն վերականգնողական կենտրոն 2 ամսից մենք գնում ենք իրան այցի այն մտքով, որ իրան երևի էսենց բանի չգիտեմ էլի ոնց կբերեն ինքը սայլակը իր ձեռքով սայլակը քշելով գալիս է ու դրանից էլ շատ կարճ ժամանակ հետո արդեն ձեռնափայտով է գալիս մեզ տեսնելու ու չեր ասում ինքը ուր է հասել այդ ժամանակ էլ այցերը տեն շատ թույլատրված չէր էլի կովիդի պատճառով բայց ինքը մինչև հիմա էլ անընդհատ այնքան շատ է աշխատում իր վրա որ հենց ինչ որ բանից հուսահատվում եք կարակ հիշեք որ Նարեկը միջև հիմա ինքը իրան անընդհատ առաջ է տանում ու շատ հետաքրքիր ձևով միշտ ունի մի տեսակ տենց լավատեսություն հենց ինքը իր հանդեպ էլի ունի այդ լավատեսություն Այդքանից հետո թվում է թա քու պահած շենդ կավեջ, քու աղբոր առողջությունը տարալա ասեմ չակերտներու մասին, որտեվ տատի չի Արցախը, բայց դու փոխանակ ստի ասած խռավիս, դու ավելի ես կապվում, այն աստիճան վեր 20-ից հետո, երբ որ մարդիկ պրոստը տուրիստական էլ չն վախուման, դու որոշում ես վերջեք ու տղը դղա ու նորից ետ ստռնում դղ Ինչնա քեզ տիպալ ետ տրնաս Ես չեմ էլ մտածել որ հետ չեմ գնալու մենք այդ ժամանակ եկել ենք մեր սովորական մի հատ փոքր ուսապարկերով շատ մեծ մեղքի զգացումով եմ ես անցել Աղավնոն որովհետև այդ ու նույնիսկ այդ բանը կամուրջը արդեն ոնց որ խփել էին կամուրջին չկար ինչ որ գետի միջով անցել ենք որովհետև իմ մոտ այդ միտքը չկար որ մենք թողնենք Արցախը գնանք 20-ին բայց հետո հանգամանքները եղան այնց որ Նարեկն էլ վիրավորվեց ու նույնիսկ դեկտեմբերին երբ որ դեռ հիվանդանոցում էր Նարեկը տենց խոսակցություն է եղել Նարեկն ինձ հարցրել է ասել է ճամփադես պահիլ քինամ բան զինվորի տուն թե դրանից շուտ դես քինալ Ստեփանագերտ ես ասել եմ չէ ճամփա կպահեմ ես այդ չգիտեմ, ինձ համար այդ շատ նորմալ է, որ ես պետքա հետ քինեի, որովհետև ես որոշելի քինամ ապրեմ Արցախում ու այդ իրավիճակում մանավանդ երբ որ ինչ-որ բան շատ ինչ-որ մի տեղը շատ ցավում է, այդ տեղի ծերդ այդ տեղին ես տանում դեպի հիմա եթե Նարեկին նման որոշած Նարեկին նման որ տարելա գլխի Հիմա եթե այդ ինչ-որ իրավիճակ լիներ Սյունիքում կամ Տավուշում, երևի ես պետքա քինայի այդ ուղղությամբ, որովհետև այդ պահի ամենացավացող տեղը հենց Հայաստանում, իմ հայրենիքում ամենացավացող տեղը, ամենապետքական տեղը Արցախն էր ու տենց էլ պետքա լիներ էլի, ես պետքա հետ քինայի ու նույնիսկ այդ պահին ինչ-որ մերոնք անհանգիստ էին, բայց Այդ ժամանակ արդեն գիտեին, որ կա արծրունը անհանգիստ Այդ ժամանակ անհանգիստ էին, բայց բայց մի տեսակ ոնց որ լրիվ նորմալ էր իրանց մարել, որ հա քինում ենք հունվարին պետք է քինանք
Տասան վերանց խոխոքը համառը իմաստ չկա էլի այդ պապաս միշտ ասում է ոնց ստացվեց որ երկուսն ունեմ երկուսն էլ սհ սհեն տուլաշնա սենց ասում դե պապա ոնց որ է սա քո դաստիարակությունն է ինչ կա դու ես մեղավորելի Նարինե բայց քանի վեր դու համ ներսիցս համ դրսից օզումում հետ պատերազմյան Արցախը տսնալիք ու դիտարկումն է տանիս հունցա իլալ կյանքը պատերազմից հետո Ստեփանակերտում ու մի խրեք համեմատիսլի որովհետև էլի վեր պարտությունը ելալ ու մեհինգելա պարտություն բայց դխ հունցա ելալ պատերազմից հետո ու ստխ հունցա պատերազմից հետո Ես որ հետ եմ գնացել Ստեփանակերտ սկզբից ինձ մի պահ թվաց որ բան չի փոխվել որովհետև ոնց որ մարդիկ հենց ուրախ չէին ամեն ինչը տխուր էր բայց Ստեփանակերտի իդեալական մաքրության մեջ արդեն ոնց որ սաղ ծածկած էր ինչ կար չկար ու ինձ մի պահ տենց թվացել էր որ ոնց որ թե ինչ որ մի բան չի փոխվել ու երբ որ սկսեցի արդեն շեներով պատտվել մենք ծրագիր ունեինք տարբեր գյուղերի համար առաջին անգամ որ գնում էինք արդեն ես հասկացա որ ես հիմա լավ չեմ պատկերացնում որ շենն է մերը որ շենը մերը չի այն ժամանակ նոր շեն ուրիշ ձև էինք քինում այդ պահին մենք վազգենաշենը չկար արդեն այդ բանը սեղ օղակի մեջ լինելը ես անձամբ ես էի զգում այդ պահին որովհետև Ստեփանակերտից դուրս արդեն շատ մոտ էր ավելի սահմանը անգամ Շուշիի մոտով անցնելիս ոնց որ ես գիտեի ինչի մոտով եմ անցնելու բայց երբ որ արդեն Դիբամարտակերտ բան չգիտեմ Դիբամարտունի այս ուղություններով քնում ես կանում ես որ սեղմվել է օղակը ինձ թվում է որ այդ նույն զգացողությունը ամեն դեպքում Արցախում ապրող մարդիկ էլ ունեին էլի հենց այդ պահին որ օղակը սեղմվել է բայց նաև ստեղ պետք է հիմա մենք ապրենք ես չգիտեմ ոնց որ ինչն է եղել ճիշտ որն է եղել ճիշտ ես չգիտեմ ով ինչքան է փոշմանել հետ գնալու կամ հետ չգնալու համար բայց ես մի բան կա որը չեմ կարող ներեմ կամ չեմ կարող մոռանամ որ ես այնտեղ չեմ եղել այդ բլոկադան ու ես չեմ պատկերացնում որ եթե Արցախի պատերազմից հետո 20 թվականից հետո ես չգնայի Արցախում չլինեի ոնց կարայի դրա հետ հաշտ ապրեի ու մի տեսակ այդ զգացողությունը կար նաև երբ որ մարդկանց հետ ուղակի շփվում էի պլյուս մի քիչ պատմել եմ այդ մարդկանց մասին կար նաև շնորհակալության զգացողություն ինչի է որ ես չեմ հասկանում այն մարդկանց ովքեր Արցախում չեղած արցախցիների հետ չշփված պատկերացնում են որ թյուր կարծիքներ ունեն պատկերացնում են որ արցախցիները չեն շնորհակալ չեն եղել կամ ինչ որ ռուսներին էին շնորհակալ այդ իմ համար ամենատարօրինակ ու չմարսվող կտորներից է որովհետև ես բարբարով չխոսացող մարդս երբ որ մտնում մի խանութ երբ որ մտնում ինչ որ չգիտեմ տաքսիստի հետի խոսում իրանք միշտ նշում են որ իրանք շատ շնորհակալ են հայաստանցիներին ու ասում էին ես ասում եմ ես ծերունցի եմ ինձ զուրեքն բայց այդ շնորհակալության զգացումը կամ մենք դե պատերազմից հետո 20 ուսուցիչ ենք ունեցել դիմաց շատ ենք ունեցել 20-ին ընտրել ենք որ հենց Արցախում դասավանդեն ու այդ ամենամեծ թիվն է եղել պատերազմից հետո դիմորդների քանակը ամենաշատն է եղել ովքեր ուզում էին Արցախ գային ու ես չգիտեմ մի հոգու մեր երեխեքից տարբեր մարզերից են իրանք որ համայնքում իրանց շնորհակալությամբ չեն ընդունել երբ որ ես դասալսում ուղղակի ես մարդիով վերքինացել է իրանց դասատուին դասալսում ինձ միշտ եկել են գրկել են ասել են որ մի տեսակ հույս են ունենում որ ես էլ եմ այնտեղ իրանք էլ են այնտեղ այդ իրանց հույս է տալիս իրանք մի տեսակ ավելի շատ են կարող է չգիտեմ ավելի քիչ մենակ են զգում ավելի քիչ մենակ են զգում ասեցիր վեր բլոկադան դղ չսրա ու մեղքի զգացում ունիս մարդկանց մոտ կարող է թվա հատուկ
դղ չսիլել փախալս բլոկած այդ ինչ ես հիշում ու պայքարնետ այդ շրջանում վեր հունց հուշչում ես դրան հետի օզում տրամայսներ խոսից խրեք համեստություններա ու սխալ կարծիք չլի հանկարծ մարդկանց մոտ ձևավորվեց ու պարզապես հայտնվածը սիլել այն մյուս կողմում դիչի վեր դու հստակ ոնց ասեմ քու ցանկությամբ չսիլալի քու ցանկությունը Արցախում ինել նայել ու ես այդ շրջանը լավում հիշում լի քու ապրումն քու զգացածն որտեվ էլի շատ ակտիվ հետևելի սումիլալ իդեպ մենք շատ ավելի շատում հետևում մարդկանց վեր Արցախը սիրում են մեր ապրածը արժեզրկում չան ապրոմակցումն ես ինձ այն մտքի իրայն բռնցրավ ես շատ հաճախ լացումինում վեշտա իմ դղի կարոտներիս հետի այլ շատ հաճախ ես լացումինում ուղակի որևէ դրական պեն կրթելիս կամ սկնալիս հա սորել ստապենել հա մարդկանցից վեր հասկանում են վերկիսում են ապրածը նույնիսկ ամենասովորական նախադասությունը վեր գումչում շատ լեցինի լիչլի ուղղակի գիտումս վեր հատա գիտակից մարդու միտքա դրանից է սոր մի մարդու ասալ վեր կարթյան պայման տս ինչա գիրել կարթեմ ասում պա ինչից լեցինի լիչիլել կիզատ ինձ հասկամս իրական աբսուրդ է օզմս վեր անկալին ես ուրախ չում վեր տա այնքան այն աստիճանի ասալ վեր ես տավեշտա համարիմ հադետի էլ պիտինի այլ ես շնորհակալինիմ օզիմ այդ մարդին խտիմ լացինիմ հա դիս գացողություն իլալա հակարիմ որովհետև դու ընդհանրապես չմտածալ ինչա քեզ սպասվում ու մի անգամից այդ սերը ջերմությունը շատ հուզալա բայց դրանից հետո թվացալա թա տայա նորման, տա տիելի նենա, տիե շարունակվելու վա ու հետո արտնանումս մի այլ իրականության մեջ տեղ դու ուրխանումս վեր պրոստը քեզ հասկանում են հենց 20 թվականին երբ որ տենց հոկտեմբերի կեսերներ ու ես Երևանում էի ինձ համար ոնց որ ես ուրիշ բան էի սպասում Երևանում տեսնել բայց ուրիշ էր մի տեսակ ամեն ինչ բայց շատ ավելի հոգատարություն այլա քան մենք հա ու այն ժամանակ շատ ավելի հոգատարություն էլի մարդիկ կային ովքեր իրանց կյանքով էին ապրում շատ ավելի սենց ման ոնց որ Ստեփանակերտում դե լրիվ ուրիշ իրավիճակ էր Երևանում ուրիշ իրավիճակ էր Երևանում եթե մարդը զինվոր չուներ կամ մոտիկ բարեկամ չուներ կամ Արցախի հետ ինչ որ կապեր չուներ կարող է մի քիչ ավելի հեռու էր բայց մեկը էլի կար այդ անընդհատ լուրերին հետևել անընդհատ ինչ որ մտահոգ լինել բան բայց արդեն 23-ին, երբ որ մարդիկ արցախցիները գալիս էին այդ ճանապարհը, հենց ասեմ, ես եղել եմ բանից հետո, բլոկադայից հետո բռնի տեղահանության ընթացքում եղել եմ Գորիսում, Վայքում, Երևանում ու ինչքան գալիս էր դեպի Երևան այդքան քչանում էին այն մարդիկ, ովքեր հասկանում էին ինչա տեղի ունենում ու չգիտեմ նույն Գորիսում ոնց էին փորձում ամեն ինչ անեն որ մարդը իրան հենց նոր ամեն ինչ կորցնելուց հետո մտնում է էլի իր հայրենիք ինքը զգա որ ինքը իր հայրենիք է մտել նույնը Վայքում շատ լավ երեխեք ամեն ինչ անում էին որ այդ մարդը ունենա զգացողություն ինչքան հեռանում է իր գալիս է իր այնտեղը որտեղ կա առևտուր արդեն պիտի տուն տաս պիտի վարձով ապրես չգիտեմ ինչ այնտեղ արդեն ոնց որ իրավիճակը փոխվում էր ու այդ մեր հասարակության դեմքի մի հատ մոխրագույն կողմը ինձ շատ սարսափեցրել է այդ ժամանակ դրա համար է նաև որ ես իմ համար այդ փուչիկն էի ստեղծել ու փորձում էի շփվել այն մարդկանց հետ ովքեր որ չունեն այդ տեսակետը ովքեր որ երբեք որևէ արցախցու ով որ ամեն ինչ կորցրել է չգիտեմ կյանքը զրոյից չի էլի մինուսից է սկսվում չի ասի բամնայք կրվեիք կամ չգիտեմ ինչ որ բաներ որոնք որ մարդը որ գոնե մի քիչ շատ չեմ ասում բայց մի քիչ ինչ որ ինտելեկտ ունի մի քիչ էս կյանքում շփվել է այլ մարդկանց հետ ինքը գոնե պետքա պատկերացնի թե ինչ է էլի ուրիշի ցավը բայց այդ մարդիկ չունեն այդ ցավը ու իրանց մյուս կողմից ես նաև հասկանում եմ որ այն մարդիկ ովքեր որ
առանց մտածել են դա ասում, այդ մարդիկ ուղղակի ազդեցության տակ են ու առաջ շատ էի փորձում փոխել այդ մարդկանց, շատ ինչ որ կարող է նաև ինչ-որ բանավեճի մեջ էի մտնում, բայց ես հիմա ուղղակի արդեն ուզում եմ ցույց տամ, որ կանք նաև մենք, որովհետև մարդը երբ որ հասկանում է, որ մեծամասնությունը լավ մարդիկ են, ինքը ձգտում է լինի մեծամասնությունը։ Եթե ոնց որ ցույց տանք, որ մեծամասնությունը Հայաստանում, չգիտեմ, ուզում է ամեն ինչ անի, որ իր այրունակից հարազատը, իր հայրենակիցը մի հատ ամեն ինչ կորցնելուց հետո քարակի ուրիշ ցավել չզգա իր կողմից տված, միգուցե այն փոքրամասնությունը, որի մասին խոսում ենք, որ աղմկում են, իրանք սկսեն արդեն զուսպ լինել ավելի ու չգիտեմ, պատկերացնեն, որ իրանք ուրիշ սխալ պատկերացում ունեն։ Մինձևի մուկ դրա մեջ ընկլել ու շատ ավելի էմոցիոնալ ընկլել, բայց ուզում տեսնամ ումս թվացա, իհարկե միշտ սկզբից թվում է այն առաջին պահեն թվում է թե հասկանում են քեզ, հետո զգում ես վեր, բայց հանցա չէ, այդքան էլ հասկանում չունի, ուզում տեսնամ քեզ մոտ այդ պաշտպանելու, այդ ընդդիմանալու զգացողությունը հիբի է առաջացալ, հիբից հասկացալ վեր, ըսած էր վեր տան վարձերից սկսած, բայց ամեն դեպքում դու փողոցում տա անընդհատ տեսնայիս չսլել, հիբից հասկացալ վեր, կարողա ես, կարողա պիտի պաշտպանիմ, այդ պահը հիբի է հասունացալ։ Ամենանեղ շրջանակում այդ երբ որ դու բարեկամներիդ հետ ես շփվում ու միգուցե մտածելակերպը շատ հեռու է քոնինից, որովհետև վաղուց իրանց չշփվել բան ու իրանցից լսում ես բաներ, որոնք որ չես պատկերացրել, որ քեզ ծանոթ մարդը կարա այտենց բարձրաձայն արտահայտվի։ Հենց ես 20 թվականին եմ իրականում լսել բաներ, որոնք ինձ շոկի են ենթարկել ու ուղղակի հույս եմ ունեցել, որ ինքը բացառիկ մարդ է, բայց բացառիկ չի, էլի։ Ես ոնց որ երկու քարի արանքում եմ միշտ ինձ զգացել, համ չեմ ուզել, որ իմ պատասխանից կամ իմ արձագանքից մարդիկ ավելի ագրեսիվ վերաբերմունք սկսեն ունենալ արցախցիների հանդեպ, մյուս կողմից էլ միշտ այդ անարդարության զգացումը, երբ որ ասում են բաներ, որոնք որ դու ամբողջությամբ ուրիշ ձև ես տեսել, ու դու տեսել ես, ինքը լսել է իր եսիմ ինչ հեռուծանոթից, բայց դու տեսել ես, դու տեսնում ես, դու չգիտեմ, այդ գրանցման վայրում Գորիսում, որ մարդիկ էին գալիս, ովքեր հենց նոր ամեն ինչ թողել են, եկել են, մարդը գալիս էր նստում էր, դու ընդհանրապես իր անձնագրի ինչ-որ տվյալներ բաներ էիր լրացնում, բայց այդ մարդը կարիք ուներ քո հետ ուղղակի խոսալ, պատմում էր, չգիտեմ, եղբորից, հորից, ինչ հա թողել, քանի անասունա ունեցել, ամեն ինչ ուղղակի մարդը ջահել տղամարդ, որ իմ պատկերացման Արցախցի ջահել տղամարդը, ինչ որ զենքով, բանով, մի քիչ էլ կոպիտ խոսացող տղամարդ է, գալիս է նստում ա քո դիմաց ու իր ամբողջ կյանքը ուզում է քեզ պատմի, որովհետև դու իրան հանդիպած առաջին հայաստանցին ես։ Ու իմ համար մտքի մեջ, գլխի մեջ չի տեղավորվում, ոնց կարելի է այդ կամ շատ ավելի մեծ ցավ ունեցող մարդկանց դիմաց նստել բացարձակ այդ էմպաթիան չունենալով, էլի։ Ես գիտեմ, որ շատ մարդիկ չեն պատկերացնում, ովքեր ինչ են ապրել։ Ես էլ եմ պատկերացնում, որ այստեղ, չգիտեմ, ինչ որ Կոտայքի մարզի ինչ որ գյուղում, ինչ որ միջին վիճակագրական կին, տատիկ կամ չգիտեմ, մարդ կին հիմնական Չուզեցի շատ այդ կարծրատիպով բանանը։ Այդ կինը չի կարում պատկերացնի, թե ինչ կարա եղած լինի, որովհետև ինքը լսում է լրիվ ուրիշ լուրեր, ապրում է լրիվ ուրիշ Հայաստանում, ու ինքը դա լավ չի կարում պատկերացնի։ Մեկ այդ բանը ունենում եմ, որ ոնց որ ուզենամ մոտենամ ինչ-որ առանձին մարդկանց ու պատմեմ, թե ես ինչ գիտեմ, կամ ես ինչ եմ լսել, կամ իմ ծանոթներից քանի հոգի ինչքան մարդ է կորցրել։ Ոնց որ այդ բանը միսիա չասեմ, բայց այդ տարօրինակ է մի քիչ, որ դու ուզում ես գնաս ինչ-որ մեկին ինչ-որ բան պատմես, որովհետև իրան սխալ են պատմում, իրան
սխալ բանեն քարոշչություն են անում ինքը լավ չի պատկերացնում ու իդեպ ասեմ այդ հենց այդ մորքուրները որ իրանց մի քիչ պատիկ դարձող մորքուրները այդ միջինի մեջ որ իրանց մի քիչ խոսում ես հիմնականում իրանք ոնց որ վատ մարդ չեն իրանք չգիտեն ուղակի ոնց որ իրանք լավ չեն պատկերացնում իրանց այդ որ մի քիչ երկար խոսում ես ու ես ասում եմ օրինակ իմ գյուղի հարևանների բանի ինչ որ բարեկամների ովքեր անզգուշություն են ունեցել երբևէ իմ մոտ ինչ որ բան ասել էլ չեն ասում էլ հիմա շատ բան չի տեղեկություններս հավաստի չի որովհետև վախում են ինձ էլ ասում չէ բայց եթե այդ ունեցել են ու ես իրանց մի քանի դրվագ բան եմ պատմել չգիտեմ պատմել եմ ինձ ոնց են ընդունել Արցախում պատմել եմ թե ում գիտեմ որ ընտանիքից շատ հարազատներ ա կորցրել պատմել եմ իմ աշակերտու իմ մի աշակերտու ամուսինը շատ ծանր այրվածքներ էր ստացել բարեբախտաբար ողջ է եղբայրը սերոփում մասին որ գրել եմ զոհվել ա ու իրանք քաշաթաղից են ինքը ոնց որ գնացել ա էլի հետա գնացել ապրել այնտեղ այդ մի պատմությունը երբ որ պատմում ես այդ կինը աչքերը լցնում ասում ա դե ինչ գիտամ է ես չեմ իմացել, ես չեմ լսել ու ես հասկանում եմ, որ մեծ մասը, երբ որ իրանք խոսում են այտենց, խոսում են ուրիշի բառերով, խոսում են ուրիշի պատմությամբ, խոսում են ուրիշ շատ միտումնավոր ձևով, ոնց որ տարածված լուրերով ու չգիտեն ու ես շատ եմ ուզում, որ իրականում իրանք իմանան ես շատ եմ ցավում, որ իրանք պիտի աչքերը լցնեն բայց պիտի աչքերը լցնեն ուրիշ ինչ որ ձև չկա մարդկանց ավելի լավ է դրանք աչքերը լցնեն կամ մենք այո Ոզում եթերը լուսավոր ավարտ ունենա որտեղ մի քիչ շատ ընկուզվալ Տրայտի ուզում պատմիս ու Արցախում թողած ամենամեծ կարոտիտ մասին վերին դարդան հաստատ արժե ետ տրնալ Արցախ Իրական շատ դժվար հարց է, որովհետև չեմ կարող ասեմ մի բան, որի դարդա չարժի ետ տրնալ։ Բայց մի անգամից երկու բանի մասին եմ մտածել ու առաջինը այն է, որ ես մի հատ երկուսն էլ երազանքի հետ կապված, ես մի երազանք ունեմ, որ չստացվեց անել այդ Արցախում, այդ ես իմ ամուսնու հետ ծանոթացել եմ Քիրսի բարձրանալու ճանապարհին ու մենք տենց պլանավորել էինք որ Քիրսի տակ Քիրսավանում որտեղ ընդամենը երկու աշակերտ կար դպրոցում սովորող այնտեղ տենց մեծ սեղան ենք գցելու ու այդ սեղանները ոնց որ լինելու հենց մեր հարսանիքը բայց ես հիմա էլ մտածում եմ որ մենք մի օր գնալու ենք ու Քիրսավանում ունենալու ենք մեր հարսանիքը իսկական հարսանիք նորմալ մեր երազած հարսանիքը չգիտեմ ես Քիրսը շատ եմ սիրում ու Ստեփանակերտում էլ որ Վարչով տուն ինք մտիկ անում իմ համար կարևոր էր որ Քիրսերևա Արարատի պես հա ես իսկական սփյուռքահայ եի Արցախի սփյուռքահայ եի այնտեղ ու այդ իմ երազանքն է ու շարունակում է այդ իմ երազանքը լինել ու ես լրիվ դետալներով պատկերացրել եմ այնտեղ մասրու ծառ կար այդ ծառի կողքին պիտի գցված լեր սեղանի վրա հենց մասրենինի պիտի լեր բաժակի մեջ դրած մի խոսքով լոխա մտածած է կարիք է դաշը հրավիրված եք հա այդ մի երազանք սա որ շատ հավատում եմ որ պիտի լի ու հավատում եմ ինչի Այն մի երազանքի հետ կապվածն էլ ասեմ, նոր ասեմ ինչի եմ հավատում։ Իմ դասարանը ավարտեցինք նաև ես ու Վերոնիկան։ Ոնց որ մենք դպրոց ավարտեցինք 5-ով, 3 աշակերտ եւ 2 ուսուցիչ։ Ու բոլոր ժանրի բոլոր կանոններով դե արևածագը դիմավորեցինք, շամպայնի շշի մեջ երազանքն իրեցինք, թաղեցինք վաղազինը այդ վաղազին արտաշավի ճամփին մի հատ ժայռ կար այդ ժայռի մեջ ու այդ երազանքների մեջ ես ու իմ Դավիթը աշակերտս իրար նման նույն բանն ենք գրել վեր 10 տարի հետո էլի կյանք ու բոլորով այստեղ նստենք ու երգենք
տենց պատահական իրար ասեցինք ով ինչ է գիրել ու տենց իմացանք դրա մասին։ Հիմի մյուս բանը թողած բանը որ ես մտածում եմ որ երեխանցս հետ պետք է քինանք, բացանենք, կարդանք այդ գիրածնին ու երգենք այնտեղ այդ ժայռի վրա նստած, դա դրա համար էլ եմ ուզում շատ հետ քինանք։ Ճիշտ է, ընդամենը 4 տարի ժամանակ ունենք, մինչև 10 տարին լրանա, բայց ես հավատում եմ որ այն ինչը որ մենք այնտեղ դրել ենք, այն հույսերը որ ունեցել ենք Արցախի նկատմամբ, այդ հույսերը հələ շարունակվում է մեր մեջ վառ մնալ ու ինչ որ բան պիտի փոխվի։ Ինչի պիտի փոխվի, որովհետև ես վեր քաշաթաղում եմ ապրել։ Ես այդ տարիների ու փոփոխության շունչը այնտեղ տեսել եմ շատ շոշափելի։ Մի հատ փոքր պատմությամբ ասեմ, այնտեղ մենք ենք ապրում, ես ու Հայաստանից լիք տարբեր տեղափոխված մարդիկ, կային նաև Արցախի արմատներով եւ այլն։ Ու սարերի վրա մենք բարբերաբար այնտեղ քինում ենք քայլիլ բան, այնտեղ մի հատ գիրք ենք գտել, ադրբեջաներեն գրած, այնտեղ քրդեր են ապրել ու իմ տան վրա էլ որտեղ որ ես ապրում եմ, լայլա էր գրած ու ինչ որ թիվ այդ էլի քրդերից ինչ որ մեկի տուններ ու դրան զուգահեռ ավելի վաղ թվերում մենք շատ խաչքարեր ենք գտնում։ Խաշամը որ բրցնում իր տակից հայկական խաչքարեր դուրս գալիս։ Ու ապրել ենք մենք, ինչ որ ժամանակ ապրել են իրանք, տուն են սարքել ու քարի վրա իրանց անունն են գրել, հետո ապրել ենք մենք ու հիմա այն ժամանակն է, որ ես չգիտեմ ստեղ ինչ որ մարդիկ ապրում են թե չեն ապրում, բայց ես գիտում եմ, որ ինչ որ պահից սկսած մենք էլի քնալ դենք, խաշամը բրցնիլ դենք ու մեզ այնտեղ գտնել դենք։ Սրան էլ ավարտ կարել չի ինի։ Շնորհակալություն քեզ ես եթերի հետ այդքան էմոցիաների հետ վեր կարում ես այդ քո փոքրիկ մարմնում տեղավորիս։ Մեր մած մարմիններին ոչ։ Շնորհակալություն նաև ձեզ վեր մինչև վերջ մզնետ մեր քաթը կիսալակ, շնորհակալություն բոլոր նրանց վեր այս պահից սկսածն, այս եթերից սկսածն արդեն մս հետևելու եւ իհարկե մեր մծ ցանկությունը այնա վեր մեր քաթերը շարունակականին վերին հետի վեր դաթարում չենք ու հմանչում չենք, այսինքն վեր շատ կոզինք վեր միանակ մզ Patreon-ում կամ Re-Armenium եւ ձեր փոքր նուման ունենակ բարբարի պահպանության ու լավագույն վավերագրությունների մաս կազմելի հետի։ Շնորհակալություն վեր դուք կաք, շնորհակալություն վեր մեկնաբանությունները մզ ոգևորումը, երբեմն տեղին քննադատությունները կանում զետի դա շատ կարևոր է ու ցանկացած մեկնաբանություն կարդում ենք, ուրխանում ենք, դաս ենք առնում, եթե ինչ որ քննադատական մասայնում օրինակ Մարիամը սորի ովքերից հետո ինքը իրան ուղղալ ասալ հուվերք, որովհետև դուք հաճախ նաև այդ մասինը գիրում վեր գրականաֆիկացվալ է մեր խոսքը, մունքել ենք մս փռնցրալ փռնցնում երբեմն տրան իրան ու մեղքի զգացում ենք ունենում տրան հետի, դրա հետի եկիկ ավելի շատ խոսենք, ավելի շատ շփվենք ու միասին պահպանենք մեր բարբարը։ Տաթև դու մտածում ես վեր իմ ձայնս քաշա։ Միշտ Թամամ աշխարհը պետք է գա։ Եկ մեր ասե հանգիստ խոսը վեր ձայնը։ Ես կարում չում հանգիստ խոսի։ Չէ ինքը ցկլ թամա ընթացքում։ Ես միշտ այս միկրոֆոնը պիտի մի երոնել, ստապա հունց բենանիմ, պամադակսիմ ստեղ վերջոքվել։ Ամեն ինչ ասել մեր դա ֆուլ դիկած։ Սուսրասնստը։ Այն միտքը վեր դու գեղեցկության տիպարես, թող քեզ թևեր տա վեր շարունակինք եթերը։ Կոկտալում 10-ս, թեք քեզինի հարկավեր։ Ես իրականում բան եմ, անհանգստանում եմ ձեր եթերին։ Դե մին պարացտամոլ խմե հետո քինական իբուպրոֆեն։ Կապրծնիկ։ Լավ, դավայ։ Ոսում հավաքիս քեզ։ Պատախրեք կիրելի ինձ։